Այն ինչ քննադատում ես, դու ստիպված ես լինելու ապրել։ Այսպեսի գովազդ է վերջերս ինձ անդրադառնում մի ռուսկին է, ստելևիտին հոկեբան, մի գովազդը, որ ես շատ սիրում լսող, քանի որ հետաքրքիր խորհուրդներ է տալիս։ Ուրեմն կամ այդ արտահայտությանը, այն ինչ մենք քննադատում ենք, մենք ապրելու ենք։ Ուրեմն ինձ բռնացնում եմ այդ մտքի վրա, այսինքն հիշում եմ, ինչ որ այսպես puzzle է հավաքվում ու հիշում եմ, որ ես երկար ժամանակ երբ նայում ես թողերով տեսնում եմ, որ դրսում մեր հայ երեխաները ռուսական ժողովրդական ինչ որ շորեր էին հագնում ու պարում էին, ես այսպես ներքուս տնտվզում էի ու քննադատում էի այսպես մի քիչ ասեմ, ճիշտ չէ, բայց ամեն դեպքում այդ ընդվզումը ինձ մեջ կար ու ինչ է հիմա տեղի ունենում։ Ընդամենը մի քանի ամիս առաջ աղջիկս փոխեց իր բարի խումբը, քանի որ մեր գրաֆիկի հետ նախորդ խումբը ոչ մի ձև չեն կարողանում հարմարեցնել, բայց աղջիկը շատ էր ուզում ապրել։ Փոխում ենք խումբը, հիմա այն խումբը, որտեղ հիմա ապարում է, ավելի շատ բարետի խումբ է եւ աշխարհի ժողովրդի բարեր են ապարում, նախորդ խմբում ավելի շատ ժողովրդական, հայկական բարերի վրա էր շատ կենտրոնացումը ու ընդամենը մի քանի օրից ես ապրելու եմ այն, ինչը քննադատում է, քանի որ աղջիկս հանդես է գալու ելույթով, որտեղ ապարելու է ռուսական ժողովրդական պար իր ամբողջ հանդերձանքով։ Մի խոսքով չգիտեմ, այն դեպքում զգուշ եղեք, քննադատությունը գիտեք, որ լավ բան չի եւ հիշեք, որ այն ինչ որ քննադատում եք, ստիպված եք լինելու ապրել։ Քննադատելուց առաջ մտեք մասի մտածեք, նոր քննադատեք, եք արդյոք պատրաստ եք այդ ամենը ապրել։